Մուլտիպլիկացիոն ողջույններ, իմ փոքրիկ եւ մեծ բարեկամներ։ Եթերում մուլտիկնիկ մանկապատանեկան ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մուլտաշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Ինչպե՞ս եք։ Լավ եք։ Դե ինչպես միշտ այսօր մենք միասին նկարելու ենք մուլտիպլիկացիոն որևէ մի կերպար։ Դուք մինչ ձեր սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, ռետինե, ջնջոցը, սև կախարդական մատիտը պատրաստ պահեք, ես ասեմ, թե ինչ նոր մուլտիպլիկացիոն հերոս ենք նկարելու։ Իհարկե, մեր մշտական հեռուստադիտողներից մեկի առաջադրանքով։ Տեսեք, ես մեր նամակների սենյակից երբ որ փորփրում եմ, ծրարներ եմ բացում, ընթերցում եմ նամակները, նայում եմ ձեր նկարները, այստեղ ինչ շատ հետաքրքիր մի նամակ բացեցի, ծրար բացեցի, որտեղ քաղաք Երևանից Արուսյակ Սիմոնյանը 8 տարեկան շատ է խնդրել, որպեսզի Քերի Մուլտիկնիկը ձեզ սիրելի փոքրիկներ եւ մեծեր, փոքրիկ նկարիչներ, Քերին սովորեցնի նկարել Հովհաննես Թումանյանի ամենաճանաչված հերոսներից մեկին։ Դե ես այս 23 տարվա ընթացքում այս հերոսին մի քանի անգամ արդեն անդրադարձել եմ։ Արուսյակը խնդրել է, շատ է խնդրել, որ մենք ձեզ հետ միասին նկարենք, դե իբրև հերոս, մի քիչ վախկոտ, մի քիչ սուտասան, բայց բախտավոր մի հերոսի կարող եք գուշակել ում ենք նկարելու։ Փոքրիկներ կան արդեն գուշակեցին։ Այո, նկարելու ենք հանրաճանաչ հեքիաթներից մեկի հերոսին։ Քաջ Նազարին ենք նկարելու։ Գիտեմ, բոլոր ծանոթ եք այս հերոսին։ Շատ օրինակելի հերոս չէ, բայց հետաքրքիր հեքիաթ է։ Ես ուզում եմ նկարել մեր մուլտիպլիկացիոն հերոսին, հեքիաթային հերոսին, Քաջ Նազարին, ամենակարևորը ուզում եմ, որ դուք այս հերոսներին շատ հեշտ ձևով նկարեք։ Նույնիսկ ամենաչնկարող փոքրիկը վերցնի մատիտը եւ փորձի նկարել Քերի Մուլտիկնիկի հետ միասին։ Երբ որ դուք հեքիաթը ընթերցեք, այդ ժամանակ դուք կարող եք հասկանալ, թե մենք ինչ հերոս ենք նկարում այսօր։ Դե կարևոր չէ, ինչ որ տարիքում եք դուք, փոքր եք թե մեծ, փորձեք Քերի Մուլտիկնիկի հետ այս հերոսին նկարել։ Իսկ ամենակարևորը մեր հաղորդման, որ Քերին ձեզ սովորեցնում է շատ դյուրին, հեշտ ձևով նկարել այս կամ այն մուլտիպլիկացիոն կերպարին։ Տեսեք, ուշադիր, հետևում եք Քերի Մուլտիկնիկի կախարդական մատիտի շարժումներին եւ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Պատրաստ եք։ Քիտիկից ենք սկսելու։ Այսպեսի մի քիտիկ ենք նկարելու, ուշադրություն։ Տեսեք ինչ պատկեր ստացվեց։ Լավ է, չէ՞։ Հեշտ քիտիկ։ Եվ հիմա ունքերն եմ նկարելու, մի քիչ երևի թե վախեցած ու տխուր։ Այսպեսի ունքեր ենք նկարելու։ Հայելուման կրկնում ենք ձախակողմյա մասում։ Հիմա ձվաձև աչքեր, այսպես կլորիկ, ձվաձև աչքեր, կոպերն եմ այստեղ նկարելու ուղիղ գծիկով։ Մի քիչ պետք է ցույց տանք տխրությունը, ալարկոտությունը, ծույլիկ լինելը, այս աչքերի սևիկները այստեղ կնկարեմ ես։ Քնաթաթախ է երևի, ծույլ է, անբան։ Տեսեք, հիմա գլուխն եմ նկարելու, այսպես պատկերով սուր, կզակով։ Հայելուման կրկնում ենք, այսպես փոսիկ էստեղ, հիմա բեխերը։ Սրածայր, այն սևով կներկեմ։ Տեսակ։ Մենք էլի հայկական հեքիաթի հերոսների կանրադառնանք, բայց Արուսյակի խնդրանքով այսօր նկարում ենք Քաջ Նազարին։ Երևի թե այսպես շրթունք կնկարենք, դժգոհ, տխուր, ինչ-որ մի բան չի ստացվում նրա մոտ։ Հետո ականջները մեծ կնկարենք, լոշտակ ականջներ կտանք, այսպես ականջին խորություն։ Ինչ գլխարկ ուներ մեր Քաջ Նազարը, եթե հիշում եք։ Այո, մորթուց այսպիսի գլխարկ ուներ, սրածայր, վատ չէ, մազի թելիկներ էլ կարող ենք անել, այստեղ, այստեղ մի փոքրիկ ճակատային մասում մի քանի մազ կերևա, այսպես, գալարաձև նախշերով մորթյա գլխարկի ձախակողմյա հատվածը, այսպես, կնկարենք,
Հիմա իմ փոքրիկ բարեկամներ հագուստ ենք նկարելու մեր քաջնազարի, ուսերը երևի վերև ձգված, այսպես։ Այստեղ մարմինը շատ հեշտ եմ նկարելու փորիկով։ Տեսակ, ձեռքերը կարող ենք կախել, աջ ձեռքը կախենք դեպի ներքև, ձախ ձեռքը մի քիչ կծալեմ, այսպես։ Այստեղ բութ մատիկը կնկարեմ, ինչու, ծալված մատիկներով, որպեսզի նաև նկարենք նրա հայտնի դրոշը, որի վրա գրված է անհաղթ հերոս քաջնազար, որ մի զարկի ջարդի հազար։ Հիմա դրոշի փայտիկը այստեղից դեպի ներքև կնկարենք, դեպի վերև կտանենք փայտիկը, բռունցքը կփակենք այստեղ, հետո դրոշը շարունակենք նկարել։ Աջ ձեռքը ուղղակի բռունցք կանենք, բութ մատիկը եւ ծալված մատիկները։ Այստեղ գոտին շապիկի ներքևի հատվածը եւ տաբատը պետք է նկարենք։ Տաբատը գիտեք ինչի մասն է խոսքը, շալվարը։ Լայն շալվարը, այսպես։ Կլորիկներով ներքևի հատվածը, այստեղ կորգծիկ, թևիկները բաժանում ենք։ Եվ տրեխներ սրացայր, այսպես։ Սա մեկ, մյուս տրեխն ենք նկարում, էլի սրացայր, ծալված այսպես։ Նոր հիմա արդեն հատակը։ Դրոշը իմ փոքրիկ բարեկամներ, այսպես կծածանվի ետևի մասում։ Այսպես, գալարվելով, այսպես։ Գրենք այստեղ քաջնազար, քաջնազար։ Դուք ամբողջը կարող եք գրել անհաղթ հերոս քաջնազար, որ մի ջարդի, որ մի զարկի ջարդի հազար։ Հազարն էլ կարող են գրել։ Այսպես, կարկատաններ նույնիսկ հագուստի վրա, եւ կարող ենք ասել, որ մեր հերոսը արդեն պատրաստ է։ Ուղղակի պետք է նրան ներկել, իմ լավ բարեկամներ։ Ինչ եմ անելու, վերցնելու ենք ուրեմն, այսպես, մուկ դեղին մատիտը, կամ բաց նարնջագույնը եկեք վերցնենք, այն։ Ինչ ենք անելու, դեմքը, քիթիկը, ականջները, ձեռքերը, բաց նարնջագույն կներկենք, հետո դեղինով արդեն կերանգավորենք, կոպերն եմ ներկում, ուշադրություն, սպիտակ մասը եզրագծում եմ, հետո քիթիկն եմ ներկում, իհարկե ձախակողմյան հատվածը, ականջները, այսպես, ականջի խորություն, եթե նկատում եք, աջակողմյան հատվածը շատ չեմ ներկում, իբր արևը աջակողմյան մասից է, փայլում է դեմքը, եկեք ձեռքերն էլ բաց նարնջագույն մատիտով այսպես կլորացնենք բռունցքը, այսպես, մատիկները ներքևի հատվածից կլորացնեմ, վերջ, դեղին մատիտը կվերցնենք, սպիտակ թողված հատվածները արդեն դեղին մատիտով այսպես կներկենք։ Նույն ձևով կարող եք վարդագույն մատիտով ներկել մարմինը, քիթիկը, ձեռքերը, երեսը, ականջները։ Ավելի արտահայտիչ լինելու համար ես օգտագործեցի բաց նարնջագույնը։ Այսպես, շատ լավ է։ Հիմա, իմ լավ բարեկամներ, ես մեր հերոսի տաբատը շագանակագույն եմ ներկելու։ Կարելի է։ Գուցե շապիկը շագանակագույն ներկենք, Եկեք շապիկը ներկենք, որպեսզի կարկատանը մի այլ գույնի ներկենք, Նախ եւ առաջ շագանակագույն մատիտով ես եզրագծում եմ պատկեր, այսինքն շապիկը։ Այսպես։ Եզրագծելուց հետո հեշտ է ներկվում, քանի որ գծիկներից դուրս չեն գալիս իմ փոքրիկ բարեկամներ։ Տեսեք, կարկատանը չեմ ներկի, հետո ուրիշ գույնի կտորով է կարկատանը, դրա համար մենք այսպես հետո կներկենք կարկատանը։ Թևիկն ենք ընդգծում։ 4-ից 6 տարեկան փոքրիկները պարտադիր չէ լույս ստվեր նկարեն, բայց մեծերը հիմա կասեմ, թե ինչ են անելու ինձ հետ միասին։ Ընդգծեցիք, շատ լավ արեցիք։ Հիմա եթե ձեր լույսը արդեն դեմքից պարզ է, աջակողմյան հատվածից է, մենք ձախակողմյան հատվածը շագանակագույնը ավելի մուգ ենք անում։
քան աչակողմյան մասը, այսպես։ Փորիկն ենք կլորացնում, կիսալուսնաձև, այսպես։ Որքան կարելի է աչակողմյան մասը ավելի թույլ երանգով ներկեք թևիկը կլորացնելու կամ փորիկը կլորացնելու համար։ Պատրաստ է, ապրեք դուք, հիմա դեղին մատիտը մեզ օգնության կգա, սպիտակ թողված հատվածները դեղինով կներկենք, այսպես, շատ լավ է, ապրեք դուք, կարմիր մատիտ ուր ես, ասում է ես այստեղ եմ, կարմիր մատիտով ներկելու ենք կարկատանը շապիկի, ոպսի մի քիչ արտահայտիչ երևա, այսպես, և գոտին, շատ լավ է, տաբատը ես ուզում եմ սիրելի փոքրիկներ ներկել, մուկ, մանուշակագույն, եկեք ընդգծենք անպայման, պատկերից որպեսզի դուրս չգանք և ներկենք, այսպես, շատ լավ է, տաբատը ընդգծեցինք, ընդգծելուց հետո էլի ինչպես շապիկը, իմ փոքրիկ բարեկամներ, ձախակողմյան հատվածը ավելի մուկ ենք ներկելու, աչակողմյան հատվածը ավելի թույլ երանգով, էլի տաբատի թևիկները կլորացնելու համար, տեսեք, տեսակ, արդեն կլորացավ, նույն ձևով, ձախ ոտիկն ենք անում, տաբատն էլ պատրաստ է, իմ փոքրիկ բարեկամներ, հիմա մեզ օգնության է գալու մուկ և բաց դեղին մատիտները, տրեխները ներկելու համար, տեսեք, մուկ դեղին մատիտով, տրեխները այսպես ենք ներքում ձախակողմյա և ներքևի հատվածը, ձախակողմյա և ներքևի հատվածը, մի փոքր այստեղ կարելի ընդգծել, այսպես, սպիտակ թողված հատվածները ներկելու ենք դեղին բաց, փոքրիկները ամբողջությամբ կարող են ներկել, ես հիմա շագանակագույն մատիտով ոտքիս տվերները կանեմ, դեպի ձեզնից ձախ, փայտիկից տվերներ կանենք, շագանակագույն մատիտը կվերցնեմ, այսպես ուշադիր, փայտիկի ձախակողմյան հատվածը այսպես կներկեմ մուկ շագանակագույն, աչակողմյան հատվածը կթողնեմ սպիտակ, որպեսզի փայտիկը կլորացնենք, շատ լավ է, դեղին մատիտ ուր է, ահայն, հիմա կլորացնում ենք, նույն ձևով, շագանակագույն մատիտով և մուկ դեղին մատիտով արդեն գլխարկն ենք ներկելու, այս անգամ ուղղակի չենք ներքում, այսպես գալարաձև նախշերով, ձախակողմյան հատվածը մուկ շագանակագույն ենք ներքում, աչակողմյան հատվածը մուկ դեղին, այսպես, կարծես թե պատրաստ է, վարդագույն, ինչ անենք վարդագույն մատիտով, եկեք դրոշը ուղղակի եզրագծենք, թույլ երանգով, որպեսզի սպիտակ թղթիկից տարբերվի, այսպես, դրոշը ընդգծենք, մեր քաջնազարի, լավ է, որ մեր փոքրիկները առաջադրանք են տալիս քեռուն, որպեսզի քեռին սովորեցնի նկարել հայկական հեքիաթի հերոսներին, այ այսպես, շատ լավ է, կանաչ մատիտով մարգագետինը կներկենք գծիկից ներքև, ուղղակի պետք է եզրագծել պատկերից դուրս, տեսեք, այ որ գույներով լցնեք, շատ սիրուն հերոս է ստացվելու, ճիշտ է ծույլ է, անբան, բայց բախտավոր, կարծում եմ կյանքում էլ այսպիսի հերոսներ կան, այսպես, տեսակ, եզրագծեցի, քանի որ մեր եթերային ժամանակը կարճ է, մենք խոտիկներ, ծաղիկներ չենք նկարի, ուղղակի որպես առաջադրանք կթողնեմ, դուք ինքներդ նկարեք այսպիսի խոտիկներ, ծաղիկներ, մի քիչ արագ եմ անում, բայց կարծում եմ ձեզ մոտ հետագայում կստացի։ Հիմա բաց կապույտ մատիտը վերցնելու եմ, արդեն սպիտակ թղթիկը ճնշելու եմ, որ ձեր հերոսը ավելի լավ երևալու համար համ էլ
թղթիկը ճնշելով նաև ամպիկներ կստանանք։ Տեսեք։ Այսպես։ Դրոշնել ենք ընդգծում։ Մեր քաշնազարի։ Այսպես։ Անցնում ենք աչակողմի համասին։ Այսպես, այսպես իջնելով ներքև։ Սպիտակ թղթիկը ճնշում ենք։ Եվ կարող ենք ասել, որ մեր հեքիաթի հերոսը մեզ մոտ շատ լավ ստացվեց։ Ահա քաշնազարը իր 1000 զարկով պատրաստ է, իմ փոքրիկ բարեկամ։ Եկեք շնորհակալություն հայտնենք Արուսյակ Սիմոնյանին իր այս առաջադրանքի համար, իսկ որպեսզի այս հերոսները ձեր նկարած իհարկե հասնի քերիմուլտիկնիկին, գուցե դուք հաղթող ճանաչվեք եւ հայտնվեք քերիմուլտիկնիկի արվեստանոցում, պետք է անպայման հիշեցնեմ մեր ամփոփող հասցեն։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Սիրելի ծնողներ, իսկ դուք ձեր փոքրիկների համար անպայման բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Այսօրվա համար այսքանը։ Պատրաստ եղեք վաղը էլ ավելի հետաքրքիր մուլտիպլիկացիոն կերպար ենք նկարելու։ Մինչ նոր հանդիպում եմ ասում ձեզ ժամապահ քերին, մեր այս ալարկոտ կերպարը, քաշնազարը, քերի մուլտիկնիկը եւ ձեր սիրելի բոլոր մուլտիպլիկացիոն հերոսները։ Մինչ նոր հանդիպում, այլ բուլդա։